Իշխանական պատգամավորներն առաջարկում են շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության հարկերից և տուրքերից բացի ոլորտը հարկել 10% շրջանառության հարկով։ Այսինքն, եթե օրինակ խաղային հաշիվը լիցքավորվում է 100,000 դրամ, դրանից 10,000 դրամ հարկ պետք է վճարվի։ Տեսնում ենք, որ 2010 թվականին տեսակարար կշիռը հարկերի 7,2% էր, մինչդեռ 2023 թվականին տեսակարար կշիռը իջել է և հասել 0,4%-ի։ Հստակ չէ, թե օրինակ հարկային դրույքաչափի ավելացումը որքան մուտքեր կարող է ապահովել պետբյուջե, տարբեր թվեր կան։ Հաշվարկներից մեկով օրինակ ըստ նախագծի հեղինակների պետբյուջեն կարող է ապահովել տարեկան 13 միլիոն դոլարից ավելի մուտքեր։ Թվում է մի քիչ ավելի փակագծերը բացեք, ովքեր էին դեմ, կոնկրետ ինչին էին դեմ եւ ինչի համար էին դեմ։ Կոնկրետ ֆինանսների նախարարությունը եւ պետական եկամուտների կոմիտեն դեմ էր օրենքի նախագծին եւ իր հիմնավորումներով նշում էր, որ մենք տարիների ընթացքում բարձրացրել ենք ընկերությունների հարկային բեռը եւ այս փուլում նպատակահարմար չենք համարում հարկային բեռի բարձրացումը։ Կառավարության առաջարկը եղել է այն, որ այո, թերևս արժե բարձրացնել խաղային ոլորտի բեռը, սակայն այդ բեռը եկեք այս փուլում բարձրացնենք եղած պետական տուրքի շրջանակներում։ Ոչ պատգամավորները, ոչ էլ կառավարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները հստակ տեղեկություններ չունեն, թե շահումով խաղերի ոլորտում տարեկան ինչ ծավալի խաղադրույքներ են կատարվում, քանի որ Հայաստանում դեռ խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոն չկա, իսկ խաղադրույք կատարողներին թույլատրվում է գործողությունը կատարել միայն բանկային վիզա եւ մաստերքարտերով։ Ընկերությունները չեն ներկայացնում, թե որքան են կազմում ծավալները բուքմեյքերական գործունեության համար։ Իմ ներկայացած թվերը վերաբերվում են միայն ինտերնետ շահումով խաղերին։ Բանկերը չեն կարող այդ թիվը խաբել։ Հիմա անցյալ տարի 16 միլիարդ այս փոխանցումներից եկել է բանկերին գումար 16 միլիարդ դրամ։ Բանկերի միջոցով մուտքերը եղել են մոտավորապես 811 միլիարդ դրամի մասով հայկական բանկերի կողմից։ Բայց ինչպես ես քննարկումների ժամանակ նաև ընկերություններին եմ ներկայացրել, ընկերություններից մեկը, որը նույն անունով ունի ընկերություն նաև վերջում Getcom-ով, նաև կրիպտոարժույթով է ընդունում։ Իշխանական պատգամավորներից մեկը նշում է, թե բուքմեյքերներում խաղադրույքները 20% նվազել են։ Մեկ այլ ՔՊԱ-կան պատգամավոր էլ պնդում է, թե այդպես չէ։ Էս է պատկերը։ 440 անգամ ծավալները աճել են։ Եթե նախորդ տարիներին մենք ունենք կրկնակի աճ, եռակի աճ, 2023 թվականին եւ 24 թվականին խաղադրույքների ծավալը աճել է միջինը 10%-ով։ Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկել է պետական տուրքը շահումով խաղերի եւ բուքմեյքերական գործունեության համար յուրաքանչյուր տարի կրկնապատկել։ Սույն ընկերությունները արդեն ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր, այս մասով պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով։ Ստացվել է այնպես, որ Հայաստանում գործունեություն են ծավալում նաև չլիցենզավորված կազմակերպություններ, ստեղծվել է անհավասար պայմաններ Հայաստանում գործող 4 ընկերությունների համար։ Ֆինանսների նախարարությունը խնդիր է դրել սահմանափակել չլիցենզավորված ընկերությունների գործունեությունը։